Տիկին Ավանեսյան, վերջի շրջանում կրկին ակտիվ քննարկում են նոր պարգևավճարների մասին եւ որ պետական ապարատին կրկին բավականին մեծ պարգևավճարներ է տրվել։ Այս առումով ինչ է կարծում, արդյոք սա նախընտրական շրջանում ընտրություններից 2 ամիս առաջ, այսպես ասած կաշառքի նման բան չի պետական ապարատի համար, որպեսզի իշխանության համար քվեարկեն։ Տեսեք, 2025 թվականի հունվարին ձևավորվել են այս մոտեցումը, որ ամեն նախարարություն կամ գերատեսչություն կառավարության ծրագրի շրջանակներում առանձնացնի այն առաջնահերթությունները, որոնց վրա պիտի առանձնահատուկ կերպով ուշադրություն դարձվի եւ կոնկրետ միջոցառումներ, կոնկրետ առաջադրանքներ են առանձնացվել, որպեսզի մենք ինչ-որ առումով եւս մի հավելյալ իմպուլս ջանք ներառենք մեր խնդիրները ել ավելի արագ լուծելու։ Այսինքն գործընթացը սկսվել է 2025 թվականի հունվար ամսից։ Դրանից հետո կառավարությունը հաշվի առնելով այս կատարողականի հիման վրա վարձատրության նոր մեխանիզմների ձևավորման կարևորությունը նախորդ տարի ձևավորեց կառավարության որոշում, որի համաձայն նաև տարվա երկրորդ կեսին եղավ հանդիպում արդեն պետական մարմինների ներկայացուցիչների հետ, որտեղ շատ բաց անկեղծ քննարկում եղավ, թե ի վերջո պետական մարմիններում լավ մասնագետներ, երիտասարդ, բանիմաց, նոր գիտելիքներով ու հմտություններով պաշար ունեցող անձանց ինչպես պետք է ներգրավենք կամ պահենք, որտեղ մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին բավական մեծ հոսք կա դեպի մասնավոր ոլորտ։ Ինչու՞, որովհետև Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է, ինչը շատ ուրախալի է, բայց սա էլ որպես գործատու պետությանը հուշում է, որ պիտի միջոցներ ձեռնարկի, որովհետև ըստ էության մեր պետության զարգացումը եւ այն ձեռքբերումները, որ մենք ունեցել ենք, տնտեսական աճը, ռեֆորմների իրականացումը, նաեւ պետական մարմնի ակտիվ ջանքերի շնորհիվ է։ Վարչապետը մի քանի անգամ ներկայացրել է համեմատականները, թե պետական բյուջեի մուտքային եւ ծախսային հատվածները ինչքան են ավելացել։ Եվ ըստ էության այս նույն մարդիկ են, որ կրկնակի շատ դեպքերում եռակի անգամ ավելի շատ աշխատանք են անում ապահովելու պետական ապարատի թափանիվը։ Եվ սա կարևորագույն քայլ է հենց մեր պետության ամեն քաղաքացու բարեկեցությունը բարելավելու։ Դուք արդեն ստացել եք Տիկին Ավանեսյան։ Ես գիտեք հայտարարագիր ներկայացնող անձ եմ, շուտով էլ կլերանա ժամկետը, կներկայացնեմ, կտեսնեք ինչքան եւ Տիկին Ավանեսյան։ Եթե հրապարակում է, ասեք, ինչն է խնդիրը։ Մեկը բաց դրված է լինելու այնուհետև մենք կտեսնենք ինչն է խնդիրը։ Դե ես էլ չեմ հասկանում, ինչն է խնդիրը, որ անձը համաձայն հայտարարման ինստիտուտի կոպեկ ճշգրտությամբ, ամսաթվի ճշգրտությամբ ներկայացնի հարգելիներս։ Հիմա ամեն 2 օրը մեկ նույն հարցին դժվար է պատասխանել եւ առաջիկայում կհրապարակվի առանց բանավոր հարցերությունների ինքներդ կծանոթանան։ Տիկին ակնհայտորեն նախորդ ընտրությունները հաշվի առնելով դուք լինելու եք ցուցակի առաջին դիրքերում, առաջին, երկրորդ, կուզե 3-րդ կին ամենակիչը, արդյոք նախարար Ավանեսյանը կարողանա բավարար ժամանակ տրամադրել քարոզարշավի ընթացքում գործունեություն ծավալել եւ նախարարությունում եւ քարոզարշավը իրականացնել։ Դե կուսակցական գործունեությունը եւ ընդհանուր առմամբ վերջին ներկուսակցական քարոզարշավի ընթացքում ցույց տվեց, որ այո, կարող եմ, պատրաստ եմ եւ անում եմ եւ այսուհետ էլ շարունակելու եմ նույն նվիրումով թե նախարարի գործը իրականացնել եւ թե ըստ օրենքի արդեն իսկ քարոզարշավի ժամանակ, ինչպես որ կարգն է իրականացնել քարոզարշավ, բայց արդյունքները իհարկե դեռ շուտ է գուշակել, սպասենք 1 օր կտեսնենք։ Բայց ինչ ակնկալիք ունեք, առաջիկինն եք լինելու ցուցակում ըստ ձեզ, որովհետեւ Ես ակնկալում եմ, որ իմ սիրելի կուսակից ընկերները վստահության քվեր կտանից, որովհետեւ վերջին տարիների իմ աշխատանքը բաց հրապարակային է եւ վստահ եմ, որ գնահատականի կարժանանա, թե ինչ տեղում քանի ձայն չեմ կարող ասել, ինչ որ կլինի կընդունեմ դա սիրով։
Բայց խանդ կա, ասում եմ, որ դուք նոր եք միացել ՔՊ-ին, հին ՔՊ-ականները, օրինակ Լիլիթ Մակունցը, Արփի Դավոյանը, որոնք հենց սկզբից ՔՊ-ական են, չեն կարողանում այդքան ձայներ հավաքել, որքան դուք ձեր գաղտնիքը որն է, որ պատվիրակները ձեզ ձայն են տալիս, մտածել եք ինչն է, գուցե առողջապահության ոլորտում հարցեր եք կարողանում լուծել, դա է պատճառը, որ կարողանում են ձեզ ձայն տալ պատվիրակները։ Ինչքան էլ հիասթափեցնող լինի, մեր կուսակցությունում կանայք շատ համերաշխ են, շատ իրար աջակցող են եւ իսկապես եմ ասում, առանց թեթևանքի, իրար քաջալերող են եւ մեկս մյուսի ուրախությամբ հաջողություններով կներեք ուրախանում ենք։ Եվ ընտրությունների արդյունքներն էլ ընդունում ենք, ես էլ օրինակ վարչության ընտրություններին չհավաքեցի բավարար ձայներ, շնորհավորեցի իմ բոլոր կուսակից ընկերներին եւ ընդունեցի մեր ներկուսակցական ժողովրդավարական գործընթացները։ Կարծում եմ որևէ խանդ չկա եւ ինչքան էլ փորձեք գտնել, չեք։ Վարչության ընտրություններից հետո կարճ ժամանակ հետո տեղ ունեցան այս ընտրությունները։ Այդ կարճ ժամանական ընթացքում դուք ինչ կարողացաք այնպես անել, որ վայելեցի կուսակցականների վստահությունը։ Մենք միայն մի բան ենք հիշում, պարում էինք, գուցե դա է շատ լավ ստացվել կամ դա է շատ գնահատել։ Գիտեք, ցանկացած ընտրությունների արդյունքը նաև հնարավորություն է ինքնահայեցման, հասկանալու ինչն է իրականացվել այնպես, որը որ մարդկանց գրավել է, ինչը ոչ, ինչ ուղղություններով պետք է հավելյալ ջանք գործադրել։ Եվ իհարկե, երբ որ մարդը պարտվում է, սա կյանքի ևս շատ կարևոր ընթացք է, որը մղում է ել ավելի ջանասիրաբար լծվելու գործին, հաջորդի փախտելու միանշանակ, բայց թե պարը, թե առողջության ապահովագրությունը, թե 8 տարիների աշխատանքը, թե համագրանքը, չգիտեմ, գուցե ընտրողներին հարցնեք։ Կամ էլ գուցե այդ ընտրողների մեջ ցածր աշխատավարձ ստացող բուժանձնակազմ չկա, դա է նաև առիթ հանդիսացել տիկինավորներից, որովհետև այս համակարգի ներդրումից հետո մարդիկ ասում են 13,000 դրամ աշխատավարձ են ստացել։ Թե տեսեք, որ դուք եք ասում, ուրեմն երևի չկան ցածր ստացող աշխատողներ կան, բայց ընտրողների մեջ չկան։ Պատվիրակների մեջ չկան նկատում։ Այսօր բան եք ունեցել, խորհրդակցություն են իրականացրել մեր առողջապահության նախարարության ենթակառուցան մշտական կենտրոնների հետ, թվով մոտ 50 կազմակերպությունների հետ եւ դուրս գան հրապարակում էլ կանեն։ Նայել ենք առողջության ապահովագրության ազդեցությունը մարդկանց աշխատավարձի վրա եւ ինչպես որ ասել էի, առաջին ամսվա գուցե ոչ այնքան փորձառու լինելը եւ կատարողականի ոչ ամբողջական ներկայացնելը որոշ ուղղություններով խնդիրներ էր հարուցել, ուրախ եմ, որ պատկերը այլևս փոխվել է եւ մեր ընտանեկան բժիշկները, թերապևտները, մանկաբույժները միջինում 30-ից 40% աշխատավարձի հավելում ունեն։ Մյուսներ մասնագետները ևս ունեն բարձրացում, ունենք մասնագետներ, ակնաբույժներ, նյարդաբաններ, սրտաբաններ, ովքեր կրկնակիից ավել աշխատավարձ են ստացել, ինչի համար ես շատ ուրախ եմ, որտեղ մեր մասնագետները արժանի են։ Ունենք մի քանի մասնագիտություններ, որոնք զբաղվածության եւ պացիենտների հոսքի հետ կապված խնդիրներ կան, բայց իրենց հետ էլ աշխատում ենք եւ այս մասով էլ բոլոր հարցերը կկարգավորվեն։ Եվ առողջության ապահովագրությունը մեծ ձեռքբերում է ոչ միայն ժողովրդի, ոչ միայն մեր քաղաքացիների համար, այլ նաեւ մեր բուժաշխատողների համար այս ռեֆորմը եւս չափազանց կարևոր ռեֆորմ է։ Տիկին Ավանեսյան, քանի որ նաեւ այս ընտրություններով որոշվելու է, չէ՞, ով է լինելու վարչապետի թեկնածուն, դուք հավակնում եք վարչապետի թեկնածու լինելուն, թե ոչ։ Ոչ, չեմ։ Ինչու՞, որովհետև դա արգելված է եւ միայն մեկ հոգու է այդ կարգավիճակը պատկանում Նիկոլ Փաշինյանի։ Մեր կուսակցությունում արգելված է միայն այն, ինչ կանոնադրությամբ էթիկայի նորմերով արգելված։ Մեր կանոնադրությամբ Սիմոնյանը հակառակը բացուցեց, փողոցում հայոց, ինչը կանոնադրության 4-րդ կետի խախտում է։ Եվ եթե շարունակեք, պարոն Սիմոնյանը անդրադարձավ նաև, որ կան ինստիտուցիոնալ չեք սիրում, որ պատասխանում եք, միայն հարցնեք սիրում տան։ Հարցը տվել եք պատասխանում։ Պարոն Սիմոնյանը անդրադարձավ, որ կան ինստիտուցիոնալ ճանապարհներ, հասկանալու սխալը եւ այլն եւ այլն։ Եվ ձեր նշած էթիկայի նորմերն են հենց դրա համար են ընդունված, որպեսզի մենք ունենանք
ուղենիշներ։ Հաջորդիվ շարունակեմ ձեր հարցի պատասխանը, մեր կուսակցությունում արգելված է միայն այնինչ նշված է կանոնադրության մեջ եւ էթիկայի նորմերով, բայց շնորհքետում գրածա չէ հայու է։ Այո։ Բայց ես չեմ հավակնում վարչապետի տեխնացու լինելուն, հավակնում եմ լինել 30-ի մեջ, հուսամ կհաջողեմ։ Տիկին Ավանեսյան, դուք ինչ եք կարծում, պետք է ազգային ժողովի նախագահի այդ վարկը կուսակցությունում քննարկել, թե ոչ։ Ես կարծում եմ, եթե լինի դիմում, կուսակցության վերահսկող հանձնաժողովում վարչությունը կդիտարկի։ Դատապարտում եք։ Ես նման հիմա քայլ անելու չեմ տեսնում անհրաժեշտություն։ Դատապարտելի համարում եք ազգային ժողովի նախագահի պահվածքը։ Ես գիտություն ունենալով, որ սադրանք է եղել, հայոյանք է եղել հակառակ կողմից, բայց ազգային ժողովի նախագահի պահվածքը հայոյել է դատապարտել։ Մի անգամ թքել է այսօր հայերեն։ Եթե ամբողջական հարցը տակ, ես ամբողջական կպատասխանեմ։ Արդյոք դատապարտում ենք մենք մարդկանց սադրանքի միջոցով հասցնել նման ոչ ցանկալի արդյունքների, կարծում եմ, որ բոլորս ենք դատապարտում։ Արդյոք մենք բոլորս, որպես հանրություն, խնդիր ունենք շփման մեջ իրար նկատմամբ ավելի հարգալից լինելու, այո։ Եվ Տիկին Ավանեսյան, Ռոբերտ Քոչարյանը ամոթանք է տալիս իշխանություններին, ասում է կարտոշկա են ուտում, ինչ էր, փիլերտ բան, եղինջ են ուտում, դուք ինչպես Հա, դե կներեք, կոկորդիլոսի միս չեն կոտում իրանց նման։ Շարունակեմ, դե հիշում եք ժամանակին իշխանավորները հայտնի էին կոկորդիլոսի միս ուտելով, էդ եմ հիշում, դե իրանք էլ մարդը 200 միլիոն չէ, դոլար ունի, իրանք կարակ ու 10 լիգրա ուտել, հուսամ այդ 200 միլիոնը հնարնս արագ հետ կվերադարձվի պետական բյուջե, ինքն էլ կարտոշկա